Բարեկամներ, սիրելի գործընկերներ, սիրով ողջունում ենք բոլորին և սկսում Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի տարեվերջյան հաշվետու համերգը նվիրված դպրոցի հիմնադրման 60-ամյակին։ Այն իր ձևաչափով փոքր-ինչ տարբերվում է նախորդ տարիների հաշվետու համերգներից։ Համերգը բաղկացած է երկու բաժնից։ Առաջին բաժնում ելույթ կունենան դպրոցի այժմյան սաները։ Համերգի երկրորդ բաժնում կհնչեն դպրոցի ուսուցիչների, ինչպես նաև լավագույն շրջանավարտների ելույթները։ Այժմ հնչում է Սևան քաղաքի հիմնը, երաժշտություն Վալերի Սարգսյանի, խոսքերը Հրաչ Բեգլարյանի։ Հարգարժան հյուրեր, սիրելի գոլեգաներ, մեծարգո քաղաքապետ։ Մեր գողտրիկ քաղաքի մշակութային եզակի կրթօջախը, երաժշտական դպրոցը այսօր նշում է իր 60-ամյա տարելիցը եւ այդ առիթով իր հյուրընկալ հարկի տակ է համատեղել իր տարեգրությունը հյուսած հին ու նոր բազում սերունդների, նրանց, ովքեր այստեղ առաջին երաժշտական հնչյուններն են տարածել վախվորած ու դողդոջուն ձեռքերով, նաեւ նրանց, ովքեր սևանցի փոքրիկների հոգում երաժշտական արվեստի ծիլերն էին սերմանում։ Նման հոբելյանների դեպքում ակամա հայացք են կուղում անցած ճանապարհի ելևէջներին, ծանոթեթև անելով ձեռքբերումներն ու հաջողությունները։ Սևանի երաժշտական դպրոցը անցած տարիներին ունեցել է եւ զգալի հաջողություններ, եւ ծանր ու դժվարին օրեր, որ քաղաքական ու հասարակական կյանքի փոփոխություններն էին թելադրում։ Սակայն այս ամենի մեջ կարևորն այն է, որ դպրոցը կարողացավ գոյատևել, դիմանալ ու դիմակայել, հաստատելով մեր ժողովրդի ոգու ամրությունը։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ մեր փոքր դպրոցի մեծ պատմության սեղմ նկարագիրը։ Ուղիղ 60 տարի առաջ ճակատագրի բերումով Սևան է գալիս դեռ 3 տասնամյակը չբոլորած շնորհալի երաժիշտ խմբավար Վարդան Քեթենջյանը երաժշտական դպրոց հիմնադրելու մտադրությամբ։ Մեծ դժվարությամբ նրան հաջողվում է հավաքագրել 19 երեխա, որոնք ունեին համապատասխան երաժշտական տվյալներ, 19 աշակերտ եւ 1 ուսուցիչ։ Այսպես է հիմնադրվել Սևանի երաժշտական դպրոցը 1956 թվականին։ Վարդան Քեթենջյանը հանդիսացել է նրանց առաջին ուսուցիչը, դաշնամուրի եւ սոլֆեջոյի առաջին դասատու։ Մտադրվել է եւ խուսափել անուններ նշելուց, սակայն չեմ կարող անտարբեր շրջանցել այն փաստերը, որ դպրոցի առաջին շրջանավարտներից մի քանիսը հետագայում դարձան հիանալի երաժիշտներ եւ իրենց լուման ներդրեցին դպրոցի եւ Սևան քաղաքի երաժշտական մշակույթի զարգացման գործում։ Նրանցից են Մարինա Մկրտչյանը եւ Անատոլի Գալստյանը։
Հետզհետե դպրոցում ավելացան դասավանդող գործիքները, ստեղծվեցին լարային, փողային գործիքների և ժողովրդական նվագարանների բաժիններ։ Այս ամենում շահագրգռված դպրոցի հիմնադիր տնօրեն Վարդան Քեթենջյանը Երևանից հրավիրում է աշխատելու լավագույն մասնագետների, որպեսզի ապահովի դպրոցի ուսուցչական կազմը։ Այսօր արդեն հպարտությամբ պետք է նշել, որ դպրոցի ուսուցչական համակարգը ամբողջովին բաղկացած է մեր նախկին շնորհալի սաներից, և դպրոցում դասավանդվում են դաշնամուր, ջութակ, կանոն, շվիդ, ութուկ, քամանչա, ակորդեոն, շեփոր, բարիտոն, տրոմբոն, սաքսոֆոն, ֆլեյտա, կլարնետ, դհոլ, գիտար, իոնիկա, վոկալ եւ այլն։ Ներկայումս դպրոցում սովորում է 180 աշակերտ։ Դպրոցն ունեցել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնցից շատերը ուսումը շարունակել են երաժշտական տարբեր հաստատություններում, իսկ ովքեր էլ չեն դարձել երաժիշտներ, միևնույն է, երաժշտությունը իր լուսավոր ու ջեր պետքը թողել է նրանց հոգում։ Այս 60 տարիների ընթացքում Վարդան Քեթենջյանից բացի որպես տնօրեն աշխատել են Յուրա Ավետիսյանը, ջութակահար, Սահակ Սահակյանը կանոնահար, Սոնյա Գալստյանը դաշնակահար, Վալերի Սարգսյանը կոմպոզիտոր խմբավար, Սևան Սարգսյանը դուդուկահար։ Դպրոցում զարգանում է երգչախմբային արվեստը, մեր սաները սկսում են մասնակցել տարբեր փառատոների, հաջողությունների հասնել եւ այսպիսով Սևանի երաժշտական դպրոցը սկսում է ճանաչում եւ հարգանք ձեռք բերել ոչ միայն քաղաքում, այլև հանրապետությունում։ Դաշնամուրային արվեստի զարգացման գործում չեմ կարող չնշել այնպիսի դասատուի, ինչպիսին էր երջանկահիշատակ Մալվինա Արեշյանը։ Իրենց դասավանդման ուրույն ոճն են թողել դպրոցի պատմության մեջ նաև Ֆլորա Մարգարյանը, Մյուդա Նասիբյանը, Մարինա Մկրտչյանը, Սիլվա Մուկոյանը, որոնցից այսօր մեր հանդիսությանը ներկա են վերջին երկուսը։ Դպրոցի շնորհալի եւ փայլուն աշակերտներից է եղել Կարեն Խալաֆյանը, որը ավարտելով Չայկովսկու անվան 10-ամյա երաժշտական դպրոցը, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան բազմիցս արժանացել է փառատոների, դափնեկրի կոչման եւ ելույթներ ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Այժմ նա իր բազմավաստակ գիտելիքները փոխանցում է իր աշակերտներին եւ դպրոցի սկսնակ դասատուներին։ Պետք է հատուկ նշել մեր դպրոցի բազմակի հաջողությունները երգչախմբային արվեստում սկսած 2006 թվականից եւ դպրոցի երգչախումբը խմբավար Սեդա Արաքելյանի ղեկավարությամբ Երկով Հայաստան հանրապետական մրցույթ փառատոնում գրավեց երկրորդ տեղը, իսկ 2011 թվականին երրորդ տեղը հանրապետությունում։ Նույն 2011 թվականին մեր դպրոցի ձայնը մարզային փառատոնում համարվեց լավագույնը բոլոր անվանակարգերում, գրավելով առաջին տեղը մարզում։ 2013 թվականին դպրոցի լավագույն աշակերտներ Արմինե Խուգոյանը եւ Լիլի Դավթյանը երաժիշտ կատարողների վերածնունդ միջազգային 5-րդ փառատոնի Դաշնամուր անվանակարգի տարիքային առաջին խմբում գրավեցին 3-րդ տեղը, դասատուներ Մարիամ Գրիգորյան եւ Գոհար Խաչատրյան։ Տարիքային երկրորդ խմբում Տիգրան Զաքարյանը գրավեց 2-րդ տեղը, դասատու Գոհար Խաչատրյան, իսկ Աստրիկ Ղարիբյանը 3-րդ տեղը, դասատու Լիլիթ Մադացյան։ Գոհար Խաչատրյանի եւ Մարիամ Գրիգորյանի աշակերտուհիները Դաշնամուրային դուետ անվանակարգում շարունակեցին իրենց մասնակցությունը վերածնունդ միջազգային փառատոնում եւս 2 տարի, գրավելով 2-րդ տեղը, իսկ այս տարի 2016 թվականին նրանք արժանացան 3-րդ կարգի դիպլոմի, ինչպես չհպարտանալ այս դասատուների կատարած աշխատանքով։ Առանձնահատուկ պետք է նշել շեփորահար Գուրգեն Բաբայանի անունը, որի շնորհիվ մենք ունեցանք բարձրակարգ եւ պրոֆեսիոնալ շեփորի դասարան։ Աշակերտներ, որոնք ամեն տարի մասնակցում են հանրապետական եւ միջազգային մրցույթ փառատոների։ 2015 թվականին շեփորի 3-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Ղարիբյանը վերածնունդ 6-րդ միջազգային մրցույթ փառատոնում արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի։ 16 թվականին Art Music արվեստի հանրապետական 7-րդ մրցույթ փառատոնում շեփորահար Արթուր Մանուկյանը արժանացել է 3-րդ կարգի մրցանակի, իսկ վերածնունդ 7-րդ միջազգային մրցույթ փառատոնում շեփորահարներ Ալեքսանդր Ղարիբյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Գրիգորյանը արժանացան 5-րդ կարգի դիպլոմի։ 2015 եւ 16 թվականներին վերածնունդ փառատոնին մասնակցեցին նաեւ ժողովրդական նվագարանների դասարանների աշակերտները։ Դրանցից Տեպու Ներսիսյանը եւ Եսայի Դավթյանը արժանացան դիպլոմների, դասատու Տարոն Բաղդասարյանը։ Դիպլոմի արժանացել նաեւ ֆլեյտայի 4-րդ դասարանի աշակերտուհի Կարինե Միրաքյանը, դասատու Խոսրով Միրաքյանը։ Պետք է հատուկ նշել այն հանգամանքը, որ Խոսրով Միրաքյանի ղեկավարությամբ 1996 թվականից 20 տարի շարունակ դպրոցում գործում է փողային նվագախումբ, որը միակն է մարզում եւ մշտապես մասնակցում է մարզային եւ քաղաքային գրեթե բոլոր միջոցառումներին։ 2015 թվականին Սևանի քաղաքապետի եւ ավականու որոշմամբ դպրոցը անվանում է նախկին տնօրենի
կոմպոզիտոր երջանկահիշատակ Վալերի Սարգսյանի անունով, որի գրչին է պատկանում Սևանի օրիներգը։ Գուցե թվարկումը շատ էր, բայց համոզված եմ, որ այսպիսի փաստերով է ստեղծվում եւ հարստանում դպրոցի տարեգրությունը։ Հարգելի ներկաներ, հայ ժողովրդի պատմությանը քաջալերում յուրաքանչյուր անձ անշուշտ գիտի, թե որքան մեծ տեղ են գրավել երգն ու երաժշտությունը հայի ոգևոր կերտվածքի, նրա անձնային անհատական եւ համակողմանի զարգացման գործում։ Իր վսեմ առաքելությունը 60-ամյա տարեգրության ընթացքում անտարակույս ամենայն պատվախնդրությամբ է իրականացրել նաև Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցը, իրականացրել է իր ամենօրյա համառ, տքնաջան, նվիրյալ աշխատանքով, իրականացրել է տարբեր մրցույթներում հաղթանակած իր սաներով, մասնագիտական կրթությունը շարունակած բազմաթիվ շնորհալի շրջանավարտներով եւ դեռ ունի անցնելիք ճանապարհ։ Մաղթենք մեր դպրոցին նորանոր հոբելյաններ, միշտ երիտասարդ մնալու մեր փորձառու դասատուների շնորհիվ երաժշտական ձիրքով օժտված մեր սաների կատարողական մակարդակի նոր բարձունքներ նվաճելու ակնկալիքով։ Հիշենք, որ նախնական երաժշտական կրթությունը կարող է ի հայտ բերել երեխայի բնատուր օժտվածությունը եւ ճանապարհ հարթել դեպի արվեստի մեծ աշխարհ։ Շնորհավոր տոնդ մեր սիրելի դպրոցին։ Ասում եմ որպես նախկին սան, որի կյանքի ուղու բանալին դու ես նախանշել։ Ասում եմ նաև որպես այսօրվա մանկավարժ ու տնօրեն։ Թող երբեք չխունանան քո անցած օրվա գույները, ինչպես չեն խամրում հայ երգի ու երաժշտական վերաշտության նրբերանգները։ Թող հարբերջ կար կաչի քո զուլալ ձայնը, որպես երաժշտական մրցույթի խորհրդատու, որպես սրտի կանչ։ Թող բարի լինի քո երթը գարեկ բոլոր ժամանակներում, սիրելի դպրոց։ Սևան քաղաքի քաղաքապետ Ուզիկ Ղուկասյան։ Սիրելի հյուրեր, հարգելի ուսուցիչներ, հարգելի աշակերտներ, այսօր իրականում ես անցա բավականին լուրջ հիշողությունների գիրկը։ Ինչ որ կարդում էր ձեր դպրոցի տնօրենը, ես տեսել եմ իմ աչքերով։ Անցանք 60 տարի առաջ, երբ որ Կետնջյանը նոր երիտասարդ մասնագետ եկել էր Սևան, մենք ունեինք 6-րդ միկրոթաղամասում 2 բնակելի շենքեր, երկուսը Սևան գեսի շինարարները, մեկը պետի, մեկը գլխավորիչների շենքերն էին, մեկը մանկապարտեզ էր, մյուսը վերածեցին երաժշտական դպրոցի։ Ես շատ լավ հիշում եմ։ Եվ հետաքրքիր էր, որ իմ ծնողներն էլ հասկացան, որ ես էլ դառնամ երաժիշտ։ Իհարկե առաջի դասան գնալուց հետո հասկացան, որ ես երաժիշտ դառնալ չեմ կարող։ Այստեղ գալիս արտոլիկը, լավ քիշի չեմ ասում։ Շատ թրել է 60 տարին, ցած ուզում մի վարկան լի հիշողություն ա, նայում ես ու տեսնես, որ 60 տարին չկա արդեն, անցել է, բայց դպրոցը իր դերը կատարել։ Ինչի համար իր դերը կատարել։ Մեր ընդհանրապես մարդ դաստիարակության գործում, որպես սևանցի դաստիարակություն, մեծ նշանակություն երաժշտական դպրոցը։ Երաժշտական դպրոց հաճախելը պարտադիր չէ, որ բոլորը կդառնան կոմպոզիտորներ կամ լուրջ երաժշտասպաստակետներ։ Դա ինքնակրթություն է, դա ճանաչողություն է, դա մարդու դաստիարակություն է, էթիկետ է եւ մնացած շարունակություն է։ Դրա համար պատահական չէ, որ Սևան քաղաքը միշտ տարբերվել է կողքի, առանց վիավորել եմ ասում, կողքի քաղաքներից եւ բնակավայրերից, բոլոր իշեշտադրումներով։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզանից, գլուխ եմ խոնարհում եմ բոլոր մարդկանց առջև, ովքեր որ ներդրում ունեն այս դպրոցի կառուցման գործում։ Ցավոք պետք է արձանագրենք, որ դպրոցի իր դերը կատարել է, բայց տեղական իշխանությունները իրենց պարտականությունները դպրոցի նկատմամբ չեն կատարել մինչև այսօր։ Ուղղակի պետք է ցավոք արձանագրենք։ Այսքան բանը հասկանալով, ուզում եմ ձեզ ասեմ, որ հաստատ համոզված եղեք, վերջնական տարբերակատար, մենք ունենանք մոտակա 2 տարվա ընթացքում նոր դպրոց, կահավորված ամեն ինչով, Խաչատուր Աբովյանի դպրոցի մասնաշենքը որ կա եւ 3 վարական է, որտեղ կտեղավորվի եւ երաժշտական դպրոցը եւ գեղարվեստի դպրոցը։ Երկուսը իրար մոտ բնակավարներ են, ավելի լավ կլինի երեխաների համար։ Ինչ եմ ուզում ասել։ Դուք կատարում եք մի գործ, որը որ դժվար է պատկերացնել ուղղակի։ Նորից ուզում եմ ասել, մի քանի տարի առաջ, երբ որ երաժշտական դպրոցի ուսուցիչները ստանում են 3-ից 5000 կամ 10000 դրամ առավելագույն աշխատավարձ։ Ասենք ոչ թե դուք եկել եք աշխատավարձ ստանալու, այլ իրականում այդ ուսուցիչ հասկացողությունն էստեղ է ձևավորվել, որ դուք տրվել եք ամեն ինչ երեխաների համար։ 180 աշակերտ,
շատ հետաքրքիր է, այդպես 180 աշակերտ, ցենց հանգիստ ասում ենք 180 աշակերտ։ 1.5 երեխա ընտանիքա չի կարողանում խնամել։ Էլ չեմ ասում, արդեն 180, 2, 3, 5 տա։ Խնամելուց բացի, կա նաև երաշտական կրթություն, որը իրեն տալիս է, նորից ուզում եմ կրկնվել, շատ հղկում է մարդուն ուղղակի, ուրիշ աշխարհի հետ է ծանոթացնում, բացարձակ իմաստով։ Ես շնորհավոր եմ ձեզ Հոմելյարի կապակցությամբ, համոզված եմ, որ այսօր լավ տրամադրությամբ եք եկել։ Ուզում եմ, որ այս ձեր օրը լավ անցնի, շատ լավ անցնի, որ մնա հիշողության մեջ։ Եվ հիշեք, ես ուզում եմ մեր հետ միասին այո, իրար հետ բոլորս լավ որ անցկացնենք։ Եվ այդ հիշողությունը միշտ մնա մեր մոտ։ Ինչի համար մնա, որ մենք վաղը կարող ենք պատմելու բան ունենանք։ Այդպես եք ասեք, հիմա չկա Սարգսյանը, բայց այս Սարգսյանը երկար տարիներ է աշխատել։ Բավականություն եմ ստացել այդ մարդու աշխատանքից։ Մարդիկ են, որոնք որ ստեղ ունեն իրանց դերը, դեմքը, որ դրել ու շարունակում։ Այսօր շնորհակալություն նաև նոր տնօրենից, որը շատ հանգիստ ձևով կարողացավ շարունակել։ Շատ հանգիստ ուղղակի կարող եմ ասել, չզգացվեց, որ մենք տնօրեն ենք փոխել։ Երևի կոլեկտիվը նույնն է։ Կամ որ ես կոլեկտիվից ոչ մեկից առայժմ չեմ տեսել, որ դժգոհություն կամի առարկան։ Շնորհակալություն ձեզ, շնորհավորում եմ տոնի կապակցությամբ, ապրեք որ դուք կաք, շնորհակալություն եմ այդում եւ իմ անունից, եւ համայնքի հավաքանու անունից, եւ ընդհանրապես Սևանի ազգաբնակության անունից։ Շնորհակալություն։ Ընդունված է, որ յուրաքանչյուր հոբելյանական տոնի արդիվ դինում են նաև պարգևատրումներ եւ շնորհավորումներ։ Աշխատանքի լավագույն գնահատականը դրա արդյունքն է։ Այստեղ աշխատող ցանկացած մասնագետ լավ գիտի, որ առաջին գնահատականը հենց իր աշակերտներն են, ապացնողները, բայց նաև տեղական իշխանությունները գիտեն գնահատել իրենց լավագույն մասնագետներին։ Եվ այսօր Սևան համայնքի ղեկավարի պատվոգրով պարգևատրվում են մի խումբ մանկավարժներ։ Պատվոգիր տրվում է Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի կոլեկտիվին, մշակութային արժեքների պահպանման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման, կրթօջախի ավանդույթների պահպանման, բարեխիղճ ու արգասաբեր գործունեության եւ երաժշտական դպրոցի հիմնադրման 60-ամյակի առթիվ։ Համայնքի ղեկավարի պատվոգրով է պարգևատրվում Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Գալստյանը, մանկավարժական լավագույն աշխատանքի, հմուտ եւ բարեխիղճ ղեկավարման, փորձառության, նվիրումի եւ երաժշտական դպրոցի հիմնադրման 60-ամյակի առթիվ։ Մանկավարժական գերազանց աշխատանքի, մշակութային հարթակներում Սևանը լավագույնս ներկայացնելու, արվեստապահպան գործունեության եւ երաժշտական դպրոցի 60-ամյակի առթիվ համայնքի ղեկավարի պատվոգրով են պարգևատրվում Մարիամ Գրիգորյանը, Գոհար Խաչատրյանը, մանկավարժական անբասիր գործունեության, համագործակցված ու արդյունավետ աշխատանքի եւ երաժշտական դպրոցի հիմնադրման 60-ամյակի առթիվ շնորհակալագրով է պարգևատրվում Լուսինե Իսրայելյանը, Կարինե Գավթյանը, Լիլիթ Մադատյանը, մանկավարժական անբասիր աշխատանքի, երաժշտական արվեստի ավանդույթների պահպանման եւ երաժշտական դպրոցի հիմնադրման 60-ամյակի առթիվ
Համայնքի ղեկավարի շնորհակալագրով է պարգևատրվում Կարեն Խալափյանը։ Մարիանա Վարդանյանը։ Ժաննա Վարդանյանը։ Կրթօջախի ավանդույթները պահպանելու բարեխիղճ եւ անբասիր աշխատանքի երաժշտական դպրոցի հիմնադրման 60-ամյակի առթիվ համայնքի ղեկավարի շնորհակալագրին է արժանանում Անատոլի Գալստյանը։ Սևանի երաժշտական դպրոցի ավանդույթները պահպանելու, դրանք փոխանցելու, աշխատանքային նշանակալի գործունեության եւ երաժշտական դպրոցի հիմնադրման 60-ամյակի առթիվ համայնքի ղեկավարի շնորհակալագրին է արժանանում Մարինա Մկրտչյանը։ Պարգևատրվում Արմինե Բարսեղյանը խոստումնալից եւ պրպտուն աշխատանքի երաժշտական դպրոցի հիմնադրման 60-ամյակի առթիվ։ Եվ պատվոգրի է արժանանում Տարոն Բադալյանը։ Որպես երաժշտական դպրոցին շատ մոտ կանգնած մարդ, ինքս իհարկե երաժշտական դպրոց չեմ հաճախել, բայց միշտ նախանձով եմ նայել այն մարդկանց, որոնք այս պատերից են դուրս եկել։ Ինչի համար ասեմ, որովհետև երաժշտական դպրոցը չնայած 60 տարեկան է, մարդու համար պատկառելի տարիք, երբ մի է բերում իր ապրած կյանքը եւ կարծես հոգնական շտես պիտի ունենա, մեր երաժշտական դպրոցը իր այս պայծառ դեմքերով միշտ եղել է երիտասարդ եւ ամենակարևորը ուսուցանել է երաժշտասեր լսարան, որը ամենակարևորն է։ Ես ուզում եմ շնորհավորել այս համերաշխ լավ կոլեկտիվին, որ կարողացել է անկախ բոլոր դժվարություններից, արժե համակարգի փոփոխություններից, ժամանակի վայրի վերումներից իր դռները երբեք չփակել այն երեխաների առաջ, ովքեր ցանկացել են սովորել, ովքեր ցանկացել են ուղղակի երաժշտական արվեստին հաղորդակից լինել։ Տիկին Գալստյան, իդեմս ձեզ կրկին շնորհավորում եմ դպրոցի ողջ կոլեկտիվին, դպրոցի աշակերտներին եւ իհարկե ծնողներին, որովհետեւ դուք կատարում եք իսկապես մեծ առաքելություն։ Ուզում եմ, որ այդ առաքելությունը երբեք դադար չունենա։ Եղեք երջանիկ, առողջ, միշտ այդպես եռանդուն եւ կենսախինդ։ Շնորհավորում եմ բոլորիս։ Տրվում է մշակույթի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը։ Իհարկե այն ծափահարությունները, որ վաստակեցին այն մանկավարժները, ովքեր արժանացան պատվոգրերի եւ շնորհակալագրերի, իսկապես շատ բան էր ասվում։ Նշանակում է այս 60 տարիների ընթացքում դպրոցը կարող է վաստակել այն ամենը, ինչ պետք է վաստակի։ Հարգանքեն արժանի այն մարդիկ, ովքեր ավարտելով իրենց դպրոցը, երաժշտական դպրոցը հետագայում կրթություն ստանալով նորից հետ վերադարձան իրենց կոլեկտիվ եւ շարունակում են իրենց ուսուցիչների գործը կրթելով եւ դաստիարակելով երեխաներին։ Ընդհանրապես խիստ ավելի մտավորական է համարվում այն մարդը, զարգացած է համարվում այն մարդը, ով քիչ թե շատ ընդունակ է երաժշտությունը լսելու, հարգելու եւ գնահատելու։
Ինչպես ֆիզկուլտուրան է կերտում մարդու մարմինը, այնպես էլ երաժշտությունը կերտում է մարդու հոգին։ Եվ եթե կարողանում է հոգու հետ աշխատել, ուրեմն երաժշտական դպրոցը իսկապես շատ բան ունի անելու երեխաների հետ, մեր ապագա սերնդի, որոնց ձեռքը մենք պետք է հանձնենք մեր պետությունը։ Շնորհակալ եմ բոլորից եւ երեխաների եւ ձեր սաներից եւ աշակերտներից եւ հատկապես մեր քաղաքապետ պարոն Ղուկասյանից, որի ուշադրության կենտրոնում է միշտ երաժշտական դպրոցը գտնվում, չնայած այս վիճակին միշտ պարոն Ղուկասյանը բնտրտուքի մեջ է, թե ինչպես անել, որ կարողանա այս վիճակը շտկել։ Այնպես որ շնորհակալ եմ բոլորից եւ շնորհավորում եմ։ Ես շատ ուրախ եմ այսօր ստեղ լինելով, որովհետև 50 տարի առաջ իմ մասնագիտական գործունեությունը սկսվել է սկիզբ է արել այս դպրոցի։ Այն որ ասում են մայր աթոր, այս դպրոցը միշտ համարել եմ մայր դպրոց ինձ համար։ Ստեղ եմ կոփվել, ստեղ եմ փորձ ձեռք բերել, լինելով ու հպարտությամբ եմ ասում, առաջին ուսմասվարը այս դպրոցի եւ այդ փորձը ինձ հնարավորություն տվեց հետագայում դպրոց տնօրինել, Բյուրեղավանի արվեստի դպրոցը։ Ես կողքի աշխատել եմ, դուք նշեցիք այդ անունները այսօր, բայց ես էլ չեմ կարող չհիշեմ Սոնա Գեղամովնային, Մալվինա Գրաչևնային, Վալերին, ցավոք սրտի իրանք այսօր մեզ հետ չեն։ Մեծ շնորհակալություն եմ ուզում ասեմ նաև պարոն Քեթենջյանին, որը մեզ հայր է եղել, իրոք սովորացրել է, դաստիարակել է, ու քեզ շատ մեծ շնորհակալություն անոջան։ Եվ այսօր դու տնօրեն ես։ Դա հպարտությունն է, դա սերունդների կապ է։ Ես շնորհակալ եմ քեզ այսօր, որ դու ինձ հրավիրեցիր։ Շատ ուրախ եմ, նորից եմ կրկնում, հարգելի սևանցիներ, միշտ սիրել եմ Սևանը, միշտ հիշում եմ ու նորից եմ կրկնում մայր դպրոցը ինձ համար միշտ համարել եմ այս դպրոցը եւ որպես շնորհակալության ավանդ դպրոցին ուզում եմ փոքր նվեր Большое спасибо за Սիմվոլիկ նվերի համար, այո, սիմվոլիկ եւ ես պետք է մի բան էլ ավելացնեմ, որ բոլոր այն դասատուները, ովքեր աշխատել են երաժշտական դպրոցում, Սպիտայինին, Վարդան Քեթենջյանի, բոլորը համարում են սա իրենց բնորանը, չգիտեմ, իրանք ստեղ են կրթվել, ստեղ են բերել իրենց ձեռք բերել իրենց հմտությունը, խոսքով բոլորը շատ կապված են այս դպրոցի հետ, բոլորը շատ սիրում են մեր դպրոցը եւ մեզ։ Երևանի Էրեբունի համայնքի վարչական տարածքի մշակույթի բաժնի պետ Իննա Դավթյանը։ Մետարգո հյուրեր, երաժշտական դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի աշխատակազմի իմ անունից, նաև Էրեբունի վարչական շրջանի Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Մելքոնյանի եւ Տիգրան Չուխաջյան երաժշտական դպրոցի տնօրեն Նաիրա Վահանյանի անունից շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ եւ չեմ ուզում շատ խոսքեր շռայլել, ոչ թե շռայլել, այլ այնքան լսեցինք, որ ավելացնելու չունեմ։ Ուղղակի ունեմ փոխանցելու ձեզ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նվերը, տերունական աղոթքը եւ ասել Աստված պահապան ձեզ եւ ձեր դպրոցը։ Հանդիսության համերգային մասը։ Ելույթ է ունենում դպրոցի երգչախումբը, Կյուս, Ամուրյան ալիքներ, Պերգոլեզի, Օքվամ Քրիստիս, հատված Ստաբակ Մատեր կանտատից, Գոգոլին, երգ խենթերի մասին, Ստեփան Շաքարյան, հայկական ժողովրդական երգերի շարան, ղեկավար Անուշ Ալավերդյան, նվագակցում է Մարիամ Գրիգորյանը։
Նորածնունդ փառատոնի դափնեկիր, Շեփորի 4-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Ղարիբյանը, դասատու Գուրգեն Բաբայան, նվագակցում է Լուսինե Իսրայելյանը։ Էքսպրոմ կատարում է Դաշնամուրի 4-րդ դասարանի աշակերտ Եսայի Գևորգյանը, դասատու Կարեն Խալափյան։ Ագինսկի, Պոլոնեզ, կատարում է ջութակահարների անսամբլը, դասատու Արմինե Բարսելյան, նվագակցում է Մարիամ Գրիգորյանը։
ձևավոր ճոճանակներ։ Կատարում էր ֆլեյտայի 4-րդ դասարանի աշակերտուհի Կարինե Միրաքյանը, դասատու Խոսրով Միրաքյան, նվագակցում է Կարինե Դավթյանը։ Ալեքսանդր Հարությունյան, Սկերցո, Պիացոլա, Լիբերտանգո, կատարում են վերածնունդ միջազգային փառատոնի դափնեկիրներ, Դաշնամուրի 6-րդ դասարանի աշակերտուհիներ Արմինե Ուգոյանը և Լիլիթ Դավթյանը, դասատուներ Մարիամ Գրիգորյան, Գոհար Խաչատրյան։
երգերի շարան, կատարում է դուդուկահարների անսամբլը, դասատու Տարոն Բաղդասարյան, նվագակցում է Կարինե Դավթյան։ Կատարում է Art Music և վերածնունդ փառատոների դափնեկիր, Շեպորի 4-րդ դասարանի աշակերտ Արթուր Մանուկյանը, դասատու Գուրգեն Բաբայան, նվագակցում է Լուսինե Իսրայելյան։ Կառլոս Գարդել, որ Ունա Կաբեզա, կատարում են ջութակի 6-րդ դասարանի աշակերտուհիներ Հասմիկ Մկրտչյանը և Ալվարդ Հովհաննիսյանը, դասատու Արմինե Բարսեղյան, նվագակցում է Մարիամ Գրիգորյանը։
կատարում է Դաշնամուրի 6-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Դավթյան, դասատու Գոհար Խաչատրյան։ Տրապիզոնցիների պարը կատարում է կանոնահարների անսամբլը, դասատու Մարիետա Վարդանյան, նվագակցում է Կարինե Դավթյան։
էլեգիա, Ստեփան Ջրբաշյան տոնական, գործիքավորումը Արմեն Բալասանյանի, կատարում է ժողովրդական նվագարանների համույթը, ղեկավար Մարիետա Վարդանյան, նվագակցում է Կարինե Դավթյան։
Մշակումը եւ փոխադրումը Արմեն Բաղասանյանին։ Կատարում է շեփորահարների անսամբլը։ Դասատու Գուրգեն Բաբայան, նվագակցում է Արմեն Բաղասանյան։
կատարումով բոլորիս ողջունում է դպրոցի շրջանավարտ Տիգրան Զաքարյանը։ Սումանուշ ծայներ, դաշնամուր ու ջութակներ, քո ամեն մի մեղեդին թափանցում էի փոքին, քո ձայնով ես արթնանամ, լուրդս եմ ուրախանամ, ելույթներ, մրցույթներ և հուզված ներքեր Կարինե Ալեքսանյանը։ Կարինեն ուսանում է Հայաստանում Ամերիկյան համալսարանի 3-րդ կուրսում։
երաժշտական ակնթարթ։ Կատարում է Արնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողի Աստղիկ Ղարիբյանը։ Աստղիկը 2015 թվականին մասնակցել է Բաբաջանյանի անվան միջազգային փառատոնին և արժանացել դափնեկրի կոչման։ Դպրոցի շեփորի դասատու Գուրգեն Բաբայանը։
երգերի շարան, կատարում է դպրոցի շրջանավարտ Մեհեր Սահակյանը։ Մեհերը այս տարի մասնակցել է վերածնունդ միջազգային փառատոնին և արժանացել 2-րդ կարգի մրցանակի։ Կատարում է դպրոցի դուդուկի դասատու Տարոն Բաղդասարյանը։
Գերշվին ջազային պիես կատարում են դպրոցի դասատուներ Լիլիթ Մադացյանը և Լուսինե Իսրայելյանը։ Կատարում են դպրոցի դասատուներ Մարիամ Գրիգորյանը և Արմինե Բարսելյանը։
Գավազդ Մարգարյանը եւ սաքսոֆոնի նախկին դասատու Վաչիկ Քարամյանը։